Հարգելի գործընկերներ, իհարկե նախատեսում էինք, որ այսօրվա մեր բրիֆինգը ճեպազրույցը նվիրված կլինի Նիկոլ Փաշինյանի կողմից ճակերտավոր գաղտնազերծված ճակերտավոր փաթեթին, բայց ինչ տեղի ունեցավ 3, չի կարող առանց անդրադարձի մնալ։ Սա խայտառակություն է, սա Հայաստանում միահեծան անսահմանափակ բռնակալության հաստատման փորձ է, ընդ որում ամենացինիկ բռնակալության հաստատման փորձ է։ Մեղադրանքը, որը ներկայացվել է Արշակ Սրբազանին, ուղղակի ծաղր է մարդկային բանականության նկատմամբ, ծաղր է սեփական ժողովրդի նկատմամբ, ինչ կուզեմ էդ էլ կանեմ, չեք ուզում, ինչ ուզում եք արեք։ Այդ մոտեցմամբ առաջնորդվում Նիկոլ Փաշինյանը։ Արշակ Սրբազանին փորձեցին վարկաբեկեն, Տեսան չի ստացվում, Արշակ Սրբազանը ամուր էր, պինդ է, վեհապարի թիկունքին է կանգնած, վեհապարը կանգնած է Արշակ Սրբազանի թիկունքին և բոլոր այն այս երկկողմանի աջակցությունը վերաբերվում է վեհապարին և եկեղեցականներին, բոլոր ովքեր հավատարիմ են մնացել իրենց ուխտին, և ահա ծնվում է մի խայտառակ, մի զավեշտալի մեղադրանք։ Ներողություն եմ խնդրում ես արտահայտությանս համար, բայց ջեբը պլանկցել դա այլ հաստատություններին հատուկ գործընթաց է, հատուկ ոճ է։ Լիակատար ամբողջական աջակցություն եմ հայտնում Արշակ Սրբազանին, Միքայել Սրբազանին, Բագրատ Սրբազանին, Մկրտիչ Սրբազանին և բոլոր խղճի բանտարկյալներին, ովքեր այսօր պայքարում են հանուն մեր երկրի ազատության, անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության համար Նիկոլ Փաշինյանի զնդաններում, փողոցներում, հրապարակներում։ Հիմա անցնենք այն, ինչ որ Նիկոլ Փաշինյանը գաղտնազերծեց։ Ձեր մոտ դեժավյու չկա։ Իմ մոտ օրինակ կա, հիշում եք, ասում էր, հայ հեսա կհասնեմ Երևան, նենց մի բան ցույց կտամ, ճտիկով գրիչն էր, Հրայր Թովմասյանի ճտիկով գրիչը, որ այ Հրայր Թովմասյանը ինձ հենց բան ա տվել, այդպես մի ճտիկով գրիչ էր այն փաթեթը, որ ինքը հրապարակեց, փաթեթը կիսատ էր, էական թղթեր չկային, որոնք բանակցային գործընթացի ամբողջականությունը կապահովեին։ Մասնավորապես նորացված Մադրիդյան սկզբունքի մասին որևէ բան չկա, մասնավորապես Մինսկի խորհրդաժողովի 9-յակի առաջարկների մասին որևէ բան չկա, և իհարկե մեծագույն զավեշտը վերաբերվում էր Քիվեստի փաստաթղթին, փոխարենը տպում են ինչ-որ մի հատ թղթի կտոր, բառակույտ, որը իբրև թե Նիկոլ Փաշինյանին փոխանցել էր Լեոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբը 2008 թվականին, հիշեցնեմ, որ Նիկոլ Փաշինյանը հենց այդ նախընտրական շտաբում էր, թվագրված 99 թվականով ու վերջ, օրիգինալ չկա, ընդամենը ինչ-որ հավաքած մի հատ տեքստ։ Ես 2 օր առաջ Քիվեստի համաձայնագրից 3 էջ հանրայնացրեցի։ Քիվեստի համաձայնագիրը նախատեսում էր Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի սահմաններում այն տարածքները, որոնք հայկական կողմի վերահսկողության ներքո էին, այսինքն Մարտակերտի արևելքից և Մարտունու արևելքի են փոքր շրջանները չհաշված, անցնում էին հայկական կողմի ինքնիշխանության, Ադրբեջանը որևէ պահանջ չէր ներկայացնում։ Լաչինի միջանցք ունենում էր նույն կարգավիճակը, ինչ Լեռնային Ղարաբաղը, այսինքն Հայաստանի մաս էր կազմում, ապա շրջափակվում էին բոլոր կապուղիները, բոլոր, այլ ոչ թե Ադրբեջանը թույլ էր տալի, որ Ղազախստանից իր տարածքով 4-րդ կարգի մի բուռ ցորեն բերեն։ Փոխարենը Հայաստանը Ադրբեջանին էր տրամադրում միջանցք, անխոչնդոտ, բայց սա գոնե անկեղծորեն դրա մասին նշվում է։ Իդեպ այդ միջանցքի ուրեմն օդային տարածքը, միջանցքից վերև, տակի փողը հայկական էր, այսինքն Ադրբեջանին անցնում էր որոշակի հաստությամբ ասֆալտ։ Սա է
իրականությունը եւ իմ համար ուղղակի պարադոքս է եւ բանականության նկատմամբ վիրավորանք է ասել թուղթը չկա չենք տեսել բայց sense բանա գրած այդ ով Լյուցիֆերն էր երազում բերել այդ տեքստը թելադրել չենք տեսել բայց sense բանը գրած մյուսը Նիկոլ Փաշինյանին ես երկար փորձեցի նույն հարցը տալ վերջը ինչ է ինքը պատասխանել 2019 թվականի փաստաթղթին։ Փաստաթուղթը հրապարակած է, կարող եք դուք էլ նայել, բայց ցեղ բարձ գրած է Արցախի ժողովուրդը, բնակչությունը, տարբերությունը չգիտեմ, սկզբունքային է թե չէ, կամ ինչքանով սկզբունքային է։ Ստանում էր իր քաղաքական կարգավիճակը, ապագա իրավական կարգավիճակը որոշելու հնարավորություն որի օրակարգը որևէ բանով սահմանափակված չէր, որի արդյունքը որևէ մեկը չէր վիճարկելու, ստանում էր անցումային կարգավիճակ, որը ապահովում էր բնական կենսագործունեությունը հանրապետության, ստանում էր իրավունք մասնակցելու ՀՀԿ եւ ՄԱԿ միջազգային կառույցների նիստերին, որտեղ քննարկվում է Արցախի հարցը Հայաստանը դիտվում էր որպես Արցախի անվտանգության երաշխավոր։ Ինչ էր Նիկոլ Փաշինյանի արձագանքը այս թղթին։ Համեմատեք այն իրավիճակը, որը կարող էր ստեղծվել այս թղթով, եթե Նիկոլ Փաշինյանը համաձայնվեր, եւ համեմատեք այն իրավիճակը, որը մենք ունենք այսօր։ Ինչի է թուղթը ստանալուց հետո Նիկոլ Փաշինյանը սաստկացրեց իր հռետորաբանությունը։ Գիտակցաբար դա արեց, թե չէր հասկանում ինչը։ Եթե սկզբից 50-50 էր հավանականությունը, իր վերջի հայտարարությունները, որ Արցախը թոք էր եւ պետք է կտրեինք, ցույց էր տալիս, որ գիտակցաբար է տարել սաբոտաժի։ Եվ վերջապես, Նիկոլ Փաշինյանի օրոք միայն ՀՀԿ Մինսկի խումբը չէր բանակցությունների հարթակը, ինչ էր ինքը բանակցել ուղակի Ալիևի հետ։ Դուշանբեում, Աշխաբադում, Դավոսում, Մյունխենում, Սանկտ Պետերբուրգում ինչ է բանակցել։ Դրա մասին որոշակի տեղեկություններ տվել է Ալիևը պատերազմից մի քանի օր առաջ, Նիկոլ Փաշինյանը չի երգել, ուղղակի դժգոհել է, թե ինչ է գաղտնի տեղեկության արտահոսք կազմակերպում։ Ասել է ես էլ նենց բաներ կասեմ, որ Ադրբեջանը անհուսալի կապակայունանա, չի ասել։ Հետևաբար, եթե Նիկոլ Փաշինյանն ուզում է ամբողջական պատկերը տալ բանակցություններին, թող նաև նշի, թե ինչ է ինքը քննարկել Ալիևի հետ տետատետ, առանց օտար աչքերի եւ ականջների։